Նախ պարզ դարձավ, որ Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննության է հրավիրել ոչ թե 44-օրյա պատերազմի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, այլ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում, որը ևս կապված է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետ եւ ադրբեջանական մամուլում վերջերս տեղգտած տեղեկությունների, որոնք ակտիվորեն կիսվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում որոշակի անձանց կողմից։ Այդ վարույթի շրջանակներում այսօր նախագահը հրավիրվել հարցաքննության եւ նկատել եք, որ հարցաքննությունը եղել է բավականին կարճ։ Որ գործն է, այդտեղ որ Շահրամանյանն է տվել գործինատներ, ճիշտ հասկացա։ Այո։ Այդ գործով։ Այո, այդ վարույթի շրջանակներում այսօր հրավիրվել։ Գործ է հարուցվել այդ հրապարակումների հիման վրա, ճիշտ հասկացանք։ Ոչ թե այդ հրապարակումների հիման վրա է վարույթ նախաձեռնվել, այլ կար նախկինում նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում այդ հրապարակումների հիման վրա որոշակի բովանդակությամբ հարցեր են հնչեցվել նախագահին։ Ես ցանկանում եմ Տեսեք, ադրբեջանական մամուլում կարծում եմ բոլորդ էլ նկատել եք, որ տեղեկություններ են տարածվել իբր Արցախյան Հանրապետության նախագահը ռազմաքաղաքական ղեկավարներից որոշակիների գտնվելու վայրի վերաբերյալ, այսինքն կոորդինատներ է տրամադրել Ադրբեջանի հատուկ ծառայողներին, ինչի միջոցով էլ նրանց հաջողվել է նշված անձանց ձերբակալել եւ հետագայում տեղափոխել Բաքու։ Խոսքը դրան է վերաբերում։ Պաշտոնապես այդ հանգամանքը հերկվեց, քիչ առաջ մի քիչ ուշ ներկայացակ, նախագահն իր ճեպազորության ընթացքում հայտարարեց, որ այդ տեղեկությունները ոչ միայն բացարձակ սուտ են, այլ անգամ այս ստեղծված են սուտ հայկական հասարակությանը մոլորության մեջ մտցնելու, կարծում եմ բոլորիդ համար պարզ ու տրամաբանական, որ եթե նման տեղեկություններ տրամադրող լիներ, ապա ադրբեջանական հատուկ ծառայողները այդ տեղեկություններ տրամադրողին չէին բացահայտի վերջիվերջո։ Բայց այնուամենայնիվ ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից սա հայկական հասարակությանը մոլորեցնելու միտում է եւ ես անձամբ իմ կարծիքն այնպիսին է, որ սա ամենևին պատահական չէ եւ սա միտումնավոր տարածող տեղեկություն է այն բանի համար, որ այդ թվում նաեւ Արցախի նախագահ Արցախի էջը փակված չի համարում։ Դուք ադրբեջանական լուրերի հիման վրա ստեղ Հայաստանի քննչականում Շահրամանյանի կանչում են հարցաքննության Ադրբեջանում Ես նախաքննական տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին եմ զգուշացվել քննիչի կողմից, հետեւաբար այդ տվյալները հրապարակել չեմ կարող, թե կոնկրետ ինչ տվյալների հիմք ընդունել քննիչի եւ ինչ բովանդակությամբ հարցեր են հնչեցրել Սամվել Շահրամանյանին, հետեւությունները ինքներդ կատարիք։ Բայց սինխրոն կարծես թե աշխատում են, ճիշտ հասկացա։ Այսինքն դուք կասկածներ ունեք, որ օրինակ հայաստանյան շրջանակներից են դա շրջանառում եւ կամ հայաստանյան շրջանակներ ուղղակի մի քիչ անհասկանալի Հայաստան, լավ, դուք չեք նկատել Հայաստանի իրավապահները դրանք սկսում են լուրջ ընդունել եւ այստեղ քննություն սկսել։ Տեսեք, դրանք լուրջ են ընդունվել ոչ միայն իրավապահ մարմինների կողմից, այլ նաեւ լրատվականների կողմից։ Որ լրատվականների, օրինակ իշխանամերձ լրատվականների։ Իհարկե իշխանամերձ լրատվականների, օրինակ տեսել եք Ռոման Բաղդասարյանի անդրադարձը այս ամենին։ Բլոգեր են։ Այո, ես հիմա խոսք չեմ նշում լրատվականների մասին, ասում եմ օրինակ նկատել եք Ռոման Բաղդասարյանի անդրադարձը այս ամենին։ Ընդ որում սկզբում մարդիկ հղում էին կատարում ադրբեջանական աղբյուրներին, այնուհետև առանց հղում կատարելու սկսել են տարածել նման բովանդակությամբ տեղեկություններ։ Մենք ասել սինխրոն են աշխատում Հայաստանի իշխանամերձ շրջանակներն ու Բաքվի աղբյուրները կամ Բաքվի լրատվամիջոցները։ Ես կարծում եմ, որ սա պատահականություն չէ։ Կարծում եմ, որ սա պատահականություն չէ։ Այս տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախյան Հանրապետության ներկայացում տեղի ունեցած խուզարկությունը, պատմության դասագրքի հետ կապված դատական նիստից հետո նախագահի ճեպազորույցից հետո անմիջապես նրան մեկ այլ քրեական վարույթով հարցաքննության կանչելը, կարծում եմ, որ սրանք պատահականություն չեն եւ կարծում եմ բոլորդ եք այդ կարծիքին, որ սա պատահականություն չէ։ Ինչն է նպատակը, որ նա այլևս Արցախ բառը չարտասանի, Արցախի Այդ թվում ժողովրդի նաեւ այո, տեսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը նաեւ միջազգային հարթակներում բարձրացրել է անհեթեթորեն նույնականացնելով ադրբեջանցիների եւ արցախցիների վերադարձի հարցը, առաջարկել է այդ թեման մեկընդմիշտ փակել։ Եվ բնականաբար բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկում են օրինակ արցախյան ակտիվիստների կողմից, ոչ միայն արցախյան ակտիվիստների կողմից, այլ նաև օրինակ Արցախյան Հանրապետության նախագահի կողմից, վեհապարի գործողությունները, արշավը սկսում են նրանց նկատմամբ հենց այդ բանից հետո, որովհետև կարծում են, որ սա խաղաղության գործընթացին դեմ իրականացող ինչ-որ գործողություններ են։ Եվ ամեն կերպ նրանց լռեցնելը, կարծում եմ բոլորիդ համար պարզ է ինչ նպատակ է հետապնդում։ Բացառ հավանական համարում եք, որ դրա
արդյունքում կամ արդյունքում չէ, քննիչական տանել բերելուց հետո էլ ձերբակալ են Սամվել Շահրամանյանը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ես ցանկացած ռեպրեսիա հնարավոր եմ համարում։ Այսօր Հայաստանի կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում այսօր ես ցանկացած գործողություն էլ հնարավոր եմ համարում։ Հիմա մենք ունենք միտումներ նկատեցիք այսօր օրինակ։ Այսօր ոչ։ Կոնկրետ զինվորական քննչական մարմնում քննվող այս վարույթի շրջանակներում ոչ, բայց օրինակ Արցախի Հանրապետության ներկայացության շենքում տեղի ունեցող խուզարկությունը բացարձակ ռեպրեսիվ գործողություններ, որ իրականացվել է։ Պարզաբանեմ ինչու, որովհետև Արցախի Հանրապետության նախագահը դեռ 2023 թվականին է հայտարարել, որ պատրաստ է համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, եւ եթե կան որևէ տվյալներ, որոնք անհրաժեշտ է տրամադրել, պատրաստ ենք տրամադրել։ Եթե այդպիսի նախաձեռնությամբ հանդես են գալիս, օրինակ Արցախի ներկայացության ներկայացուցիչներից որևէ փաստաթուղթ պահանջել է, նրանք չեն տվել, խուզարկության կարիքն անգամ բացակայում էր եւ բոլորդ նկատել եք ինչ ձևաչափով է իրականացել խուզարկությունը, վերջիվերջո ինչ են հայտնաբերել եւ ինչ նպատակ էին սկսել։ Իշխանությունները անդադ բողոքում են, որ հիբրիդային պատերազմ է իրենց դեմում, չգիտեք ինչ հիբրիդային պատերազմ, բայց երբ ըստ էության ակնհայտ է, որ ադրբեջանական ինչ-որ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վրա այստեղ իրավական գործընթացներ են սկսվում, սա հիբրիդային պատերազմի այսքան Ադրբեջանի կողմից բան չի, օրինակ չի։ Իշխանությունները արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը նույնացնում են։ Դուք պատկերացնում եք, ես հիմա բարեր չեմ գտնում այդ կապակցությամբ ասելու, բայց տեսեք, արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը նույնացնում են, բայց անգամ իրավական մակարդակով դա նույնացնելը, չգիտեմ, անհեթեթություն է։ Օրինակ ադրբեջանցիները երբևէ ունեցել են ինքնավարության կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում կամ հայկական որևէ ինքնավար կարգավիճակ ունեցել են, բայց արցախցիները դեռևս խորհրդային տարիներից եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել։ Այս մեկ տարբերություն, որով պայմանավորված չի կարելի նույնացնել արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Այնուհետեւ արցախցիների վերադարձի հարցի վերաբերյալ կա դատական ակտեր ընդունված 2023 թվականի պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսին, կա նաև հստակ այլ իրավական ակտեր, այդ թվում նաև միջազգային հարթակներով ընդունված իրավական ակտեր, բացի այդ ադրբեջանցիների քանակը եւ արցախցիների քանակը, որոնք այս հարթակում նույնացում են, բացի այդ ադրբեջանցիները Հայաստանից դուրս գալուց առաջ ունեցել են անգամ հնարավորություն իրենց գույքերը օտարելու, մինչդեռ արցախցիները այդ հնարավորությունից զրկված էին։ Մի խոսքով, այս ամեն ինչը նույնացնել եւ դնել մի հարթակում ըստ ինձ անհեթեթություն է։ Հիմա այս համատեքստում խոսել հիբրիդային պատերազմի մասին, խոսել այն մասին, որ Արցախի վերադարձի հարցը, արցախցիների վերադարձի հարցը չփակելով մենք դեմ ենք արտահայտում խաղաղության գործընթացին, կամ կաթողիկոսին աջակցելով մենք դեմ ենք արտահայտում խաղաղության գործընթացին կամ կարծում եմ ավելորդ է։ Իդեպ Արցախի Հանրապետության նախագահը այսօր նշեց, որ հնարավոր է համարում այսօր եւս ներկա գտնվել մայրաթոռում, ես ի գիտություն բոլորին տեղեկացնում եմ, որ խոսքը վերաբերել է ոչ թե եպիսկոպոսների կոչի կամ հորդորի հիման վրա մայրաթոռում գտնվելուն, այլ ժամերգության եւ աջակցության նպատակով։ Արցախի Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է դիրքորոշում, որ կիսում է կաթողիկոսի կարծիքը թե Արցախի վերաբերյալ, թե արցախցիների վերադարձի վերաբերյալ եւ թե գերիների վերաբերյալ։ Շնորհակալություն։ Ասեք էլ ինչ գործերի շրջանակներում հարցականվում պարոն Շահրամանյանը, բարձրին, որը ինչ գործա։ Պարոն Շահրամանյանը հարցակնվել է Սարգիս Գալստանյանի գործի շրջանակներում, պարոն Շահրամանյանը հարցակնվել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործի շրջանակներում, ընդ որում Բագրատ arczepiskopos Գալստանյանի վարույթի շրջանակներում, իր մասնակցությամբ ընթացող վարույթի շրջանակներում հարցակնվել է պատմության դասագրքի վերաբերյալ դատական նիստից անմիջապես հետո լրագրողներին տրված ճեպազրույցից մոտ 20 րոպե հետո քննիչը զանգել եւ հրավիրել է հարցաքննության։ Ընդ որում, այդ ճեպազրույցի ընթացքում ես հիշեցնում եմ, որ նախագահը հայտարարել է, որ կիսում է ամենայն հայոց կաթողիկոսի կարծիքը եւ աջակցում է նրան։ Կարծում եք, որ հետապճնշում են, հա, այդ հարցաքննություններով, կարծում եք, որ դրանք այսպես իշխանությունից ուղղորդված հարցաքննություններ են, որ Վստահ եմ,
Ոչ թե կարծում եմ, այլ պաշտպանելու շրջանակում, հա։ Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։ Այլ օրինակ ես այդ վարույթների շրջանակներում նախագահի հարցաքննությունը ավելորդ եմ համարում։ Այլ օրինակ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նրա հարցաքննությունը համարում եմ նորմալ եւ ասեմ ավելի նախագահը բազմիցս հայտարարել է, որ անգամ եթե չլիներ հաղորդումը եւ չլիներ նախաձեռնված վարույթը նախաձեռնված չլիներ կոնկրետ Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա, ապա այս վարույթը առանց այդել ուներ անհրաժեշտություն եւ այս շրջանակներում ոչ միայն ինքը, այլ նաև Արցախի բոլոր պաշտոնյաները պետք է հարձակվեին եւ տանին համապատասխան տեղեկություններ։ Հետագայում այս տեղեկությունների հիման վրա է կերտվելու պատմությունը եւ մենք հույս ունենք, որ մի օր սրանք բոլորը կգաղտնաձեռնվեն եւ հասարակությունը կիմանա այն ամենը, ինչ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Կոնկրետ զինվորական քննչական մարմնում նրա հարցաքննության հրավիրելը եւ այդ վարույթի շրջանակներում նրան հարցաքննելը սովորական իրավաչափ գործողություն է դատավարական օրենսգրքով սահմանված կարգով եւ սա նորմալ եւ բնական երևույթ է։ Բայց այլ հիմնադրամների վերաբերյալ կա գործառույթ։ Հիմնադրամների վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, այդ մասով էլ Արցախի Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել եւ պատրաստակամություն է հայտնել տրամադրել բոլոր այն տեղեկությունները, որոնք հայտնի են։